Պաղպաղակ շատ եմ սիրում ու ամեն օր ուտում եմ։ Ամռան տապից զովանալու ամենապահանջված արտադրանքը պաղպաղակը պարզվում է վտանգավոր է։ Սեզոնին ընդառաջ ապրիլ-մայիսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաղպաղակ արտադրող 12 ընկերությունում ստուգում է իրականացրել, որից 10-ի մոտ աղիքային ցուպիկ ու վտանգավոր այլ մանրէներ է հայտնաբերել։ Արձանագրվել են մարիաբանական ցուցանիշներով շեղումներ, որոնք խոսում են սանիտարահիգիենիկ պայմանների խախտման մասին եւ կաթնայուղի փոխարինիչի օգտագործման չափաբաժինների հետ կապված խախտումներ։ Վտանգավոր սննդամթերքները, որոնք հետ են կանչվել շուկայից, ենթակա են ոչնչացման։ Ունենք տնտեսվարողներ, որոնք արդեն իսկ գրավոր ներկայացրել են, որ շուկայից հետ են կանչել առկա խմբականակները, ինչքանով որ եղել է շուկայում։ Չի եղել դեպ, երբ որ ստուգում արվի այսպիսի խայտարակ պատկեր չլինի։ Այն որ կրկնվող խախտումներ դա նշանակում է սխալ մոտեցումներ, սխալ չափորոշիչներ, սխալ առաջարկություններ, այև աշխատանք գալչկայի համար։ Փորձագետը մտահոգիչ է համարում պետական մարմնի նման գործելավոճն այն դեպքում, երբ խոսքը մարդկանց առողջությանն է վերաբերում։ 5-րդ, 6-րդ տորն արդեն այս ապրանքները շարունակում են վաճառվել մեր շուկաներում, ավելին այդ աղիքային ցուպիկով ապրանքը, այն կեղծված ապրանքը Եվ մինչև իրանք որոշեն հսկեն, այդ ապրանքն արդեն սպառված կլինի մեր սպառողների կողմից։ Էլ չասեմ, որ մի քիչ ավելի խորամանկ տնտեսվարողները իրենք գնաց կլինեն այդ ապրանքը։ Գնաց, խանութը ցույց կտա իրացում, բայց գնաց կլինեն իրանք։ Թղթով գնաց կլինենք, ասել մենք ուզում էինք հետ կանչանենք, բայց այդ խանութում արդեն վաճառվել էր։ Ապրանքները կտանեն հետ, հետո նույն ապրանքը կփաթեթավորեն այլ օրվա արտադրանքով եւ կմցնեն շուկա։ Պիպոյանի գնահատմամբ տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում գործելու եւ ռիսկերը նվազեցնելու փոխարեն տարական դասարանի աշակերտի աշխատանքով է զբաղված։ Բազմաթիվ ծնողներ իրենց 2-րդ, 3-րդ դասանի երեխային արդեն թողում են ինքնուրույն գնա խանութ, փողոցել անցնի եւ առևտուր անի։ Կարային հանգիստ ասեին բալիկ ջան, գնա պաղպաղակ առ, մի կանգառ ներքև լաբորատորիա կա։ Այս լաբորատորիա տար, թող պատասխանները տան մեզ։ 2-րդ դասանի երեխան գնար, հանձներ լաբորատոր պատասխանը ստանար, գային տեսնեին կարթային հայերեն կարթալ իմանային, հայտնաբերվել է խախտում, աղիքային ցուպիկով չհամապատասխանում։ Սննդամթերքի անվտանգության վարչության պետը վստահեցնում է, խախտումներ թույլ տված 10 ընկերությունների արտադրական գործունեությունը ժամանակավոր կասեցվել է։ Արտադրողները պետք է իրականացնեն մաքրման, լվացման, ախտահանման գործընթացները ամբողջ արտադրությունով, նաև իրենց տեխնոլոգիական հոսքագծերի, սարքավորումների, շփող մակերեսների, որի հետ արդյունքում նոր արտադրեն նոր խմբականակներ։ Ես ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ լիազոր մարմինը տվել է կասեցում, հետո իմացել է, որ կասեցված, օրինակ հանրային սննդի օբյեկտը աշխատում է, գնացել են, ասել են, վայ վատ բան ես անում, հետո ասում են, դե գիտեք, մենք լծակ չունենք, մեր դա է, հիմա հարց եմ տալիս, ինչ որ մեկնարկելու մեր դիմել ոստիկանության։ Վերահսկողություն իրականացնող պետական գերատեսչությունը քաղաքացիներին զգուշացնում է պաղպաղակ գնելիս հետևել արտադրման ժամկետին։ Չնայած տեսչական մարմինը տվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կարգադրություն, բայց հնարավոր է շուկայում լինեն անբարեխիղճ տնտեսվարողներ։ Այդպիսիք նկատելու դեպքում վերահսկողություն իրականացնող գերատեսչությունը խնդրում է զանգահարել թեժ գծին 118։ Որևէ մեկը լիազոր մարմնին չէր ասել տալ տնտեսվարողին 15 օր ժամկետ այս ապրանքը շուկայից հետ հավաքելու համար։ Կարար ինքը տար ավելի կարճ ժամկետ, որոշողը ինքն էր։ Լիազոր մարմին ուներ բոլոր գործիքները համապատասխան ապրանքների հետ կանչի կազմակերպելու, դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ ոչ միայն ուներ, այլ պարտավոր էր Փորլուծություն, սրտխառնոց եւ ընդհանուր թուլություն պաղպաղակի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի ախտանշաններն են։ Քաղաքացիներից քչերն են լսել խախտումների մասին, շարունակում են պաղպաղակ գնել առանց մակնշումներին նայելու։ Օգտվում ենք պաղպաղակից, համովա միշտ ուտում ենք ու միշտ օգտվում ենք։ Տեղյակ եք, որ վերջին շրջանում գրեթե բոլոր ընկերությունների, բոլոր ֆիրմաների պաղպաղակներում աղիքային ցուպիկ է հայտնաբերել։ Չէ, այդպես բան չեմ լսել ու սուտ է ինձ թվում է։ Միշտ էլ լինում է, մի քանի տարի առաջ ընկան բոլորն էլ հիվանդանոց էլի աղիքային, այն վաղտ ասում են աղիքային գրիպ է։ Հիմա էլ պաղպաղակն է։ Ամառը բացվում է, մի բան լինում է։ Բախտներս երևի բերել է, որ մեր բալիկները տենց բանով չվարակվան։ Երեխեք ուզում են, ստիպված մեկ-մեկ առնում են։ Եվ որևէ խնդիր չի եղել, ասում է փորլուծություն, սրտխառնոց։ Մոտ եղել է вообще-то։ Մտածում եմ, որ պաղպաղակից է։ Փորձում եմ համենայն դեպս քիչ օգտագործել հատկապես բալիկիս համար, բայց օգտագործելուց չենք հրաժարվում։ Ինչ սեզոնը բացվել է, դեռ չենք կերել, դրա համար հիմա ավելի զգուշ կլինենք, հիմնականում տանն ենք պատրաստում։ Տեղական արտադրանքից հետո տեսչական մարմինը ստուգումներ կսկսի նաև ներմուծված պաղպաղակի շուկայում։
Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։